Բարի օր։ Այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք հավի սրտիկներով և սնկով աղցան։ Կերակուրը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է հավի սրտիկներ, սունկ, բանջարեղեն և ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Առաջարկում եմ սկսել սնկից։ Ինչ ենք անելու սնկետ։ Նախ ասեմ, որ վերցրել եմ կես կիլոգրամ պորտոբելլա տեսակի սունկ։ Գործի ենք դնում ջեռոցի տապակը։ Դնենք այստեղ թող մնա։ Ջեռոցը միացնենք գրիլ եղանակով 200 աստիճան թող տաքանա։ Տեղադրում ենք տախտակը և սկսում ենք մշակել սունկը։ Ամեն սունկը կիսում ենք 4 մասի և գցում սիրելի ամանի մեջ։ Սունկը կտրելուց հետո համեմում ենք։ Կհամեմեմ մառանիկ ընկերության աղով և մառանիկ ընկերության աղացած սև պղպեղով։ Լավ տակն ու վրա ենք անում, որ համեմունքը հավասար տարածվի։ Ցողում ենք բուսայուղով։ Եվս մեկ անգամ տակն ու վրա անենք։ Տեղափոխում ենք ջեռոցի տապակի վրա, հավասար տարածում, սունկը ուղարկում ենք 200 աստիճան ջեռոց կարմրելու։ Անցնենք մյուս կարևոր բաղադրիչին, դա հավի սրտիկն է։ Հավի սրտիկները լավ լվացել են, բայց չեմ մաքրել, ինչու, որ միասին տեսնենք, որ մասն է հարկավոր մաքրել։ Անմիջապես վերցնում ենք փոքրիկ կաթսան, սրա մեջ մշակված սրտիկները խաշելու ենք, հեռացնում ենք ճարպային մասերը, եթե կան, և ամեն սրտիկը կիսում ենք 2 մասի։ Սա փիսիկներին, փոխում ենք տախտակը, դանակը, սրտիկների վրա լցնում ենք եռացրած ջուր, այնքան, որ սրտիկները ծածկվեն։ Թող եփվեն։ Վերցնում ենք նոր տախտակ, տեսնենք ինչ վիճակում է սունկը։
Եվս 1 րոպե սոխ ենք տապակում։ Սոխը կտապակեմ մի քանի կաթիլ ձիթայուղով։ Իդեպ սրտիկները վերցրել էի 1 կիլոգրամ։ Գլուխ սոխը կտրատում ենք փետրաձև։ Թող տապակվի սոխը։ Անցնենք մյուս բաղադրիչին։ Հարկավոր է մշակել վարունգը։ Կտրում ենք ծայրերը։ Կտրում ենք երկարությամբ։ Հեռացնում ենք սերմերը։ Սերմերը կարելի է ուտել, կարելի է դեն նետել, ավելի լավ է ուտել։ Որից հետո կտրատում ենք ձողիկների, այսպիսի ձողիկների։ Ձողիկների կտրատելուց հետո կլցնենք ապակյա թասի մեջ։ Կհամեմենք Մարանիկ ընկերության 1 պտղունց աղով։ Սա անում եմ նրա համար, որ վարունգը հյութը դուրս գցի եւ մզենք, ավելորդ հյութ մեզ պետք չի։ Սոխը կհամեմեմ Մարանիկ ընկերության ծովի աղով։ Եվ մի պտղունց շաքարավազով կարամելացնենք։ Եվ շատ արագ փրկենք սունկը։ Սունկը լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Շատ լավ կարմրել է։ Հենց այն է, ինչ պետք էր։ Հավաքենք քափը սրտիկների վրայից։ Քափը հավաքենք փոքրիկ թասիկի մեջ։ Քափը հավաքելուց հետո համեմում ենք կես թեյի գտալ աղով։ Տապակվող սոխին կավելացնենք 1 չիլի պղպեղ կտրատած օղակների։
Մյուս բաղադրիչը ջերմային մշակման չենք ենթարկելու։ Դա գազարն է։ Սա էլ վարունգի նման կտրատում ենք ձողիկների։ Սրտիկները քամում ենք արգանակից։ Լցնում ենք այդ թասիկի մեջ գազարը։ Համեմում ենք մեկ պտղուն ցաղով, գազարն էլ թող հյութը դուրս գցի եւ փափկի մի փոքր։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա Marannik ընկերության սիսերն է։ Ինչ եմ արել սիսերնի հետ։ Մոտ 8 ժամ, այսինքն ամբողջ գիշեր թողել եմ սառը ջրի մեջ, որից հետո եփել եմ այնքան, մինչև փափկի։ Վերցրել եմ 1 բաժակ սիսեր։ Սա ավելացնում ենք սրտիկներին։ Այժմ նախապատրաստենք համեմունքը։ Նախ բովում ենք Marannik ընկերության հատիկ սև պղպեղ, համեմի սերմ և ծովի աղ։ Լավ է։ Բովելուց հետո հավանգի մեջ տրորենք։ Վերադարձնենք ետ տապակը, համեմենք։ Կհամեմենք նաև 3 բջեղ սխտորով։ Ճզմում ենք և մանր կտրատում 3 բջեղ սխտորը։ Մեկ-երկու րոպե խառնելով տապակում ենք, որից հետո կտեղափոխենք սնկի վրա, այսպես։
Եվս մեկ բաղադրիչ, որը ջերմային մշակման չեմ ենթարկելու, դա քաղցր պղպեղն է։ Քաղցր պղպեղը եվս կկտրատենք ձողիկների, այնպես ինչպես որ գազարը և թարմ վարունգը։ Տեսնենք ինչ վիճակում է թարմ վարունգը, մզում ենք, անմիջապես քամում ենք նաև գազարը, մեզ հարկավոր է նաև քունջուտ, ողված քունջուտ։ Կվերցնեմ առանիկ ընկերության քունջուտ։ Մինչ քունջուտը կբովվի, անենք վերջին գործողությունը թերևս, գործողությունը չէ, սոուս ենք պատրաստում։ Կվերցնեմ 4 ճաշի գթալ սոյա սոուս, 2 ճաշի գթալ բրնձի քացախ, 1 թեյ գթալ մեղր, Սայլ կողք դրեցինք, ինձ հարկավոր է աղցանի համար նաև կանաչ սող, կտրատում ենք շեղակի, քունջուտի տակ կարելի արդեն կրակը անջատել, լավ է։ Արի մոտ, խառնում ենք, ավելացնում ենք սոուսը, լավ տակնու վրա ենք անում, որ սոուսը հավասար տարածվի, այս պահին կարելի է լցնել քունջուտի մի մասը, մնացածը կթողնենք մատուցելիս վրան շաղ կտենք։ Լավ խառնելուց հետո կթողնենք 15 րոպե համերը խառնվեն, աղցանը կայանա, որից հետո մնում է ըմբոշխնել։ Հավի սրտիկներով և սնկով աղցան։ Պորտոբելա սնկերը 4 մասի կտրել, համեմել աղով, սև պղպեղով, բուսայուղ ցողել, լցնել ջեռոցի տապակի մեջ, 200 աստիճան տաք ջեռոցում գրիլ եղանակով խորովել, հենց կարմրեն տեղափոխել մեծ թասի մեջ, հավի սրտիկները կիսել, գցել կաթսայի մեջ, եռացրած ջուր լցնել, եփել, ընթացքում քափը քաշել, աղանել, երբ պատրաստ լինեն, քամել, ձիթայուղով սոխերածանել, համեմել աղով և շաքարավազով, սոխերածին կտրատած չիլի պղպեղ ավելացնել,
Լցնել հավի սրտիկները, նախապես եփած սիսեռ ավելացնել։ Հատիկ սև պղպեղ, համեմի սերմ եւ ծովի աղբովել, հավանգի մեջ տրորել, դրանով համեմել տապակի պարունակությունը, մանրացրած սխտոր ավելացնել, խառնելով 1-ից 2 րոպե տապակել, լցնել ցնկի վրա։ Վարունգը երկարությամբ կիսել, սերմերը հեռացնել, ձողիկաձև կտրատել, լցնել թասի մեջ, համեմել աղով, թողնել հյութ դուրս գցի։ Գազերը ձողիկաձև կտրատել, լցնել երկրորդ թասի մեջ, համեմել աղով, քաղցր պղպեղի սերմերը հեռացնել, պղպեղը ձողիկաձև կտրատել, լցնել եփած բաղադրիչների վրա, ավելացնել մզած վարունգն ու գազարը, կտրատած կանաչ սոխ լցնել, խառնել, քունջուտ բովել։ Սոուսի համար սոյայի սոուս, բրնձի քացախ, մեղր խառնել, լցնել աղցանի վրա, քունջուտ հավելացնել, խառնել, թողնել 15 րոպե թրմվի։ Մատուցելիս վրան բոված քունջուտ շաղ տալ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք դդում, ընկույզ կեշու, ձիթայուղ հացի շերտեր եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մարանիկ։ Այսօր էլ այս քանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։